ենք, որովհետև նանարի մեջ իր արտաքին գեղեցկության կողքին կամ զուգահեռ ապրում է մի զորավոր ոչի, որը աննար է չնկատել։ Ուժեղ մարդ ես նանար դու։ Շնորհակալ եմ, որ իրար գտանք, շնորհակալ եմ, որ իրար գտանք։ Նանար Սիմոնյան, Արցախ։ Սիրելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ, շնորհավորում եմ Սարգիս Հայենցին, Անդրանիկ Եթերից Անդին գրքի լույս ընծայման արդիվ։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և բանաստեղծական ժողովածուներ։ Եթերից Անդին ժողովածուն նոր ասելիք է, նոր խոսք և ճանապարհի սկիզբ։ Երիտասարդ բանաստեղծը հայ դասական գրականության ավանդույթների շարունակողն է։ Բանաստեղծի սիրտը խոցոտված է, ժողովուրդը տարագիր, բայց հողին ձոնված հույսի ու լույսի շարականը խտանում, ծավալվում ու ձգվում է եթերից Անդին։ Հայրենասիրական շարքը մերօրյա քրոնիկոն է, ձոն մերօրյա հերոսներին, մեր հինավուրց ու հրաշք հայրենիքի ապագան կերտողներին։ Խավար ու մութ օրերի լաբիրինթոսում Հայենցը չի կորցնում լուսաշող ապագայի տեսլականը։ Նա հավատում է, որ հայոց երկրի վրա դեռ արև կծագի և հայկյան նետի սլացքը կհասնի լուսավոր հեռաստան։ Սիրելի Սարգիս, մեկ անգամ ևս շնորհավորում եմ և իմ խոսքը ուզում եմ եզրափակել իմ Արցախ նորից ետ ենք գալու բանաստեղծությամբ։ Խաղաղված երկնքին կարոտ կանգնած եմ լեռան գագաթին և քամին է թովիչ ու շոյող դեղ դարման դնում իմ սրտին և քամին է թովիչ ու շոյող տերևի պես նուրբ ու քնքուշ։ Ասա, երբ, էլ ես երբ գամ քեզ մոտ, վիրավոր իմ Արցախ անուշ։ Ֆիդայու անկոտրում ընթացքով և հույսով, որ բացած պատանում, իմ Արցախ նորից ետ ենք գալու, մեր հսկա քաջերի ճամփեքով։